Աշխարհի ամենագեղեցիկ գույները դա մեր երկրամասի գույներն են, որոնք իրար միաձուլվելով դառնում են մի չքնաղ երկիր, ջավախք աշխարհ, որի նրբությունը կարող են պատկերել միայն նրա զավակները վրձնի թեթև սահքով, ու այն փոխանցվում է սերունդեսերունդ։ Նինոցմինդայում կան նկարիչներ, ովքեր երեխաներին են փոխանցում իրենց գիտելիքները, հմտությունները, ու նրանցից մի քանիսի հետ առիթ ունեցանք զրուցելու։ Արդեն 3 տարի է, որ գործում է մեր One Art Studio-ն Նինոցմինդայում, նաև Կանցագյուղում ունեմ։ Այստեղի մեր խմբակը արդեն 3 տարի է գործում է, նկարները շատ լավն են, երեխաները ըմբռնում են իմ խոսքը, ինչ որ ես բացատրում եմ, փորձում եմ մոտենալ պրոֆեսիոնալ ձևով, որ երեխաները ճիշտ կողմնորոշվեն իրենց աշխատելու ընթացքում, որպես ուսուցարար նրանք լավ են աշխատում։ Եվ ունեցել եմ բազմաթիվ աշակերտներ, որոնք հիմա ընդունվել են, սովորում են, դիմորդների նույնպես պարապում եմ, տարբեր գյուղերից են գալիս, 5-6 գյուղից գալիս են։ Մարդկանց մեջ արվեստը պետք է պատկանել է ժողովրդին եւ առավել եւս հենց հիմա։ Քանի անգամ նորից կրկնեմ մեր ղեկավարությանից շատ գոհ շնորհակալ եմ մեր աշակերտների ծնողների անունից, իրենց հարուստ հոգով, որով իրենց լտեսնեք ինչ աշխատանքներ են, չի երևում, որ փակցնեն, նոր արդեն ստունը լավ երևա։ Երեխան կարևոր է, որ ուսումնասիրի եւ ներառվի արվեստի ոլորտի մեջ, որովհետեւ դա հոգեբանական մի հսկայական process է։ Դա հոգեկան հանգստի մասին է խոսքը, որ ամենամեծ, թերևս մեծ ծանոթ ամենամեծ երևույթներից երկու ոլորտ են, որ երեխուն ապահովում են լիարժեք հոգեկան հանգիստ։ Առաջինը դա խաղն է, բնության գրքում հիմնականում, չզարմանաք նույնիսկ ցեխի, կավի, ավազի, ջրի պարունակությամբ խաղալու դեպքում, սա ամենաէֆեկտիվ տարբերակն է, եւ երկրորդ ամենաէֆեկտիվ տարբերակը նաեւ որ մեզ թույլ է տալիս երեխուն ներաշխարհը տեսնել ու քննադատել, ասենք տեսնել թերությունները, ժամանակին կանխել որոշակի հնարավորություններ, որ ձևավորվում են իր մոտ վատ առումով։ Դա նկարչությունն է, որովհետև գույնի, ֆորմայի, գծի, ծավալի, պատկերացման, արտահայտաձևի միջոցով մենք կարող ենք տեսնել, թե երեխան ինչպիսի դրսևորում կունենա հետագայում եւ ինչպես կարող է դա անել։ Եվ նկարչությունը միայն միրգ նկարելով չի, հենց այդ բնության բոլոր մասնիկներն ու էությունները պետք է ուսումնասիրած լինես, որ քո այդ գիտելիքը, իսկ երբ որ ուսումնասիրում ես տվյալ ոլորտի եւ գիտության մասին, դու շատ տեղեկություններ ես ստանում, շատ ավելին, քան ասենք կողքից նայողը։ Նույն պատմությունը, գրականությունը, լեզուն, սրանք արվեստի ոլորտներ են։ Մեր բնաշխարհում ծնվում ու հասակ են առնում շատ երեխաներ, ովքեր օժտված են բնածին տաղանդով։ Ուղղակի անհրաժեշտ է նրանց մեջ զարգացնել ու կիշտ մոտեցում ցույց տալով նրանց դարձնել արվեստի անմիջական մասնիկ։ Հենց այս նվիրական աշխատանքի վարպետների հետ էր մեր հարցազրույցը, ում վաստակը անգնահատելի է։